Ինչպես են տեղի ունեցող խավարումները ազդում մեր կյանքի տարբեր ոլորտների վրա և ինչպես խուսափել ճակատագրական սխալներից կամ նրանց հետևանքներից։ Ողջույն սիրելիներս, այսօրվա մեր թեման շատ հետաքրքիր է, խոսելու ենք արևի և լուսնի խավարումներից և ինչով են պայմանավորված դրանք, որ ամեն անգամ տեղի են ունենում տարբեր ամիսների ընթացքում և ազդում են մեր կյանքի տարբեր ոլորտների վրա և ինչպես անել, որպեսզի կարողանանք այս խավարումները հեշտությամբ հաղթահարենք։ Դե ինչ, թեման բավականին հետաքրքիր է, խորհուրդ կտամ հոլովակը դիտել մինչև վերջ և եթե դուք նոր մարդ եք, հյուր եք կամ նոր հետևորդ եք այս ալիքում, խորհուրդ կտամ ձեզ բաժանորդագրվեք, որպեսզի հետ չմնաք աստղաբանական նորություններից։ Օգոստոսի 18-ին սիրելիներս 2026 թվականին հյուսիսային և հարավային կետերը տեղափոխվում են ջրհոս և առյուծ նշան։ Ընդհանրապես խավարումները պայմանավորված են այս կետերով, այսինքն նրանք որտեղ գտնվում են երկնակամարում, այն նշանների ներքո էլ տեղի են ունենում արևի և լուսնի խավարումները։ Հյուսիսային և հարավային կետերը աստղաբանության մեջ այլ կերպ նաև անվանում են Ռախու և Կետու, սակայն ես գերադասում եմ հայերեն տարբերակը։ Հյուսիսային կետը ներկայացնում է մեր ապագայի ծրագրերը, իսկ հարավային կետը ներկայացնում է այն ամենը մեր անցյալը, որը մենք պետք է բաց թողնենք, այսինքն այն արդեն իրեն սպառել է։ Եվ սա նշանակում է, որ այստեղ պետք է մենք վերջակետ դնենք որոշակի հարցերի, որոշակի թեմաների, որտեղ գտնվում է մեր հարավային կետը։ Սիրելի ընկերներ, օգոստոսի 18-ին այս երկու կետերը տեղափոխվում են ջրհոս առյուծ առանցքի վրա և այստեղ լինելու են ընդհուպ մինչև 2028 թվականի մարտի 26-ին նոր նրանք կլքեն այս առանցքը։ Եվ քանի որ ներկայացրեցի, որ հյուսիսային կետը ներկայացնում է մեր ապագայի ծրագրերը, այս պահին հյուսիսային կետը մուտք է գործում ջրհոսի նշան։ Իսկ ինչ է ներկայացնում ջրհոսը։ Ջրհոսը առաջին հերթին թիմային աշխատանքն է։ Ջրհոսները երբեք միայնակ անհատական աշխատանք չեն կատարում։ Նրանք սիրում են ընկերակցել, նրանք սիրում են շփվել, նրանք սիրում են մեծ մարդկանց շրջապատում լինել կամ աշխատել։ Ջրհոսի ղեկավարում է ուրան մոլորակը։ Իսկ ուրանը հանդիսանում է օնլայն հարթակի, ինտերնետ տիրույթի, նորարարական տեխնոլոգիաների հեղինակը և նշանակում է ջրհոսները դրանով իսկ ինքնատիպ են, որ այս նշանի ներքո մենք ավելի շատ աշխատելու ենք այդ տեխնոլոգիաների հետ։ Ուրեմն սիրելիներս, ջրհոսները նաև մեծ կոլեկտիվ են ներկայացնում, այսինքն այստեղ մարդը չի ցանկանալու աշխատել միայնակ, նա ցանկանալու է գտնվել մեծ կոլեկտիվում։ Իսկ ինչ է ներկայացնում առյուծը։ Առյուծը իհարկե սա արդեն անհատականություն է, չէ՞ որ առյուծները յուրաքանչյուրն ինքն իրեն ուրեմն մեծարում են և իրենց համարում են անհատականություններ, որոնք տարբերվում են ամբողջ հասարակությունից։ Առյուծը նաև իրենից ներկայացնում է ստեղծագործական աշխատանքը, այսինքն երբ մարդը ինքնուրույն նստում, մտածում, ստեղծագործում է, սա արվեստն է, սա մշակույթն է, սա երգերաշտությունն է, սա նկարչությունն է։ Առյուծը ներկայացնում է նաև մեր երեխաներին, չէ՞ որ մեր երեխաները նույնպես մեր ստեղծագործություններն են, այսինքն մեր երեխաների հետ կատարած յուրաքանչյուր աշխատանք, երբ մենք նրանց դաստիարակում ենք, մեծացնում ենք, սա նույնպես անհատական աշխատանք է։ Առյուծը նաև ներկայացնում է սիրահարվածությունը և հանգստյան գոտիները և նշանակում է, երբ օրինակ մեր հյուսիսային կամ հարավային կետը առյուծի նշանի ներքո է, նշանակում է այստեղ նույնպես պետք է փոխվեն մեր աշխարհայացքը, օրինակ երբ մենք նախկինում ցանկացել ենք հանգստանալ ինչ-որ ակտիվ վայրերում, այժմ մենք կցանկանանք ավելի պասիվ հանգիստ ունենալ, կամ օրինակ առաջ մեզ դուր են եկել ավելի ուրիշ տեսակ մարդիկ, այժմ մեր արժեհամակարգը փոխվում է և մեզ դուր են գալիս ուրիշ, ենթադրենք, արժեքներով մարդիկ։ Եվ սիրելիներս, ինչ է այստեղ կատարվում, այսինքն անցում է կատարվում։ Հյուսիսային կետը գտնվում է ջրհոսում, հարավային կետը առյուծում։ Սա նշանակում է, որ մենք անհատական աշխատանքից պետք է անցնենք թիմային աշխատանքի։ Ստեղծագործական աշխատանքից մենք պետք է անցնենք օնլայն հարթակում նորարարական տեխնոլոգիաների միջոցով ստեղծված աշխատանքներին։
Մեր հանգստից մենք պետք է անցնենք մեծ կոլեկտիվ աշխատանքի եւ գրեթե բոլորիս կյանքում սպառնում է այս փոփոխությունը։ Սպառնալ բառը իհարկե փոխաբերական իմաստով ասացի, որովհետև շատ էքստրովերտներ միայն ուրախ կլինեն, որպեսզի նրանք աշխատեն մեծ կոլեկտիվներում, սակայն այստեղ ինչը չեմ կարող ասել, օրինակ ինտրովերտների մասին, որոնք օրինակ ջրի նշաններն են կամ որոշ հողի նշաններ։ Սիրելիներս, այս տենդենսը ուրեմն ձգվելու է մինչև 2028 թվականի մարտի 26-ը։ Վերջին անգամ ուրեմն հյուսիսային եւ հարավային կետերը եղել են առյուծ ջրհոս նշանի ներքո 2017 թվականի ուրեմն 2017 թվականի մայիսից մինչև 2018 թվականի նոյեմբեր ժամանակահատվածը, սակայն այս անգամ հակառակն է եղել։ Այսինքն հյուսիսային կետն է եղել առյուծում, իսկ հարավային կետը եղել է ջրհոսում։ Եվ տեսեք ինչ է կատարվում, այսինքն մենք յուրաքանչյուրս կարող ենք մեր ուրեմն նշանի համաձայն հասկանալ, թե օրինակ ջրհոսը կամ առյուծը մեզ համար որ ոլորտն են ներկայացնում, ոլորտների առումով նշեմ, նայում եք ոչ միայն արևի նշանով, այսինքն դուք որ նշանի ներքո եք ծնվել, այլ նաև նայում եք ձեր ասցենդենտով, այսինքն օրվա րոպեի առումով, թե դուք որ ժամին, որ րոպեին եւ որ վայրում եք ծնվել եւ նշանով ձեր ասցենդենտը որն է։ Այս երկու նշաններով նույնպես հետևում եք, որպեսզի հասկանաք, թե սրանք որ տներն են ձեզ համար, որ ոլորտներն են իրենց մեջ ներառում եւ ընդհանրապես ինչ տեսակի փոփոխություններ կարող են բերել։ Իհարկե խավարումների մասին, երբ ես խոսում եմ, առանձին հոլովակներ եմ ունենում, ես այնտեղ առանձին նշում եմ, թե որ նշանի համար սրանք որ ոլորտներն են ներկայացնում, սակայն չիմանալով ձեր ասցենդենտը, ուրեմն չեմ կարող նշել նաև ասցենդենտի նշանով, ուստի ասցենդենտը դուք ինքներդ պետք է նայեք։ Ուրեմն տեսեք, մեզ առաջիկայում սպասվում է երկու խավարում։ Այդ խավարումները լինելու են առաջին օգոստոսի 12-ին արևի ամբողջական խավարում, այնուհետև օգոստոսի 28-ին արդեն լուսնի մասնակի խավարում։ Տեսեք, առաջին խավարումը առյուծի նշանի ներքո է, իսկ երկրորդ խավարումը դեռևս հիբրիդային ձկներում է։ Եվ սա նշանակում է, որ երկրորդ խավարումը ավելի թույլ է արտահայտված լինելու, որովհետև այն բավականին հեռու է գտնվելու ուրեմն հարավային կետից։ Սիրելիներս, այս հյուսիսային հարավային կետերից որքան հեռու են տեղի ունենում խավարումները, դա նշանակում է այդ խավարումները թույլ են ազդելու մեր կյանքի վրա։ Եվ ընդհանրապես արևի խավարումները սրանք բերում են, բացում են նոր հնարավորություններ, իսկ լուսնի խավարումները սովորաբար փակում են անցյալի թեմաները, միգուցե մի փոքր ցավոտ, միգուցե մի փոքր ստրեսային, բայց ստիպում են մեզ հրաժարվել ինչ-ինչ երևույթներից կամ ինչ-ինչ մարդկանցից։ Սիրելիներս, սովորաբար տարվա ընթացքում մենք ունենում ենք 4 խավարում։ 4 խավարումն է համարվում նորմա, այսինքն 2 արևի խավարում եւ 2 լուսնի խավարում։ Եվ կապված նրանից, թե հյուսիսային եւ հարավային կետերը որ նշանի ներքո են, այսինքն եթե նրանք օրինակ այս պահին մտնում են առյուծ եւ ջրհոս նշանները, նշանակում է բնականաբար ջրհոսը սկսվում է հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 19, ուրեմն բնականաբար խավարումները տեղի կունենան, 2 խավարում տեղի կունենա այդ ժամանակահատվածում, 2 խավարում էլ տեղի կունենա հուլիսի 23-ից առյուծի նշանն եմ ասում, մինչև օգոստոսի 22-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն այսպես են խավարումները ներկայացվում ժամանակացույցով։ Սակայն նշեմ, որ խավարումները նաև լինում են հիբրիդային եւ մի փոքր ավելի շատ։ Օրինակ 2027 եւ 28 թվականներին մենք ունենալու ենք ոչ թե 4 խավարում, այլ 5 խավարում։ Եվ սա նշանակում է, որ 2027-ը եւ նաեւ 28-ը լինելու են մեզ համար բավականին սթրեսային լարված տարիներ։ Մենք հասկանում ենք, որտեղ խավարում է, այնտեղ քաոս է, լարվածություն, սթրես է, ուստի պատկերացրեք, ինչքան երկար է ձգվում այդ խավարման միջանցքը, այնքան ավելի լարված եւ խնդիրներով է այն ընթանում։ Եվ որպեսզի սիրելիներս վերջին խորհուրդն եմ ուզում ձեզ տալ, որպեսզի խուսափեք ճակատագրական սխալներից, միշտ հիշեք,
երբ դուք գտնվում եք խավարումների միջանցքում, այսինքն երկու խավարման արանքում, դուք պետք է զգուշանաք, հեռու մնաք կարևոր որոշումներ ընդունելուց, որովհետև այդ որոշումները առաջիկա 9 տարիների ընթացքում դուք փոխել չեք կարողանա։ Նշանակում է հիմնական ճակատագրական սխալները, որոնք մենք կատարում ենք խավարումների ընթացքում, երբ մեր միտքը, մեր ուղեղը սթափ չէ, խավարման մեջ է գտնվում, մենք որոշում ենք կայացնում տաք գլխով, սթրեսից ելնելով, այնուհետև փոշմանում ենք, բայց այլևս ետ գնալու հնարավորություն չունենք և շատ ամուսնալուծություններ, ճակատագրական հարցեր, դավաճանություններ, այսպիսի իրավիճակներ հենց ստեղծվում են խավարումների միջանցքում, երբ մարդը կատարում է տվյալ քայլը տաք գլխով, առանց հասկանալու ճիշտ իրավիճակը և հետո երբ ցանկանում է ուրեմն իր մեղքը քավել, այլևս դա հնարավոր չէ, որովհետև խավարումների միջանցքում է կատարվել և այն 9 տարի ուրեմն ուժի մեջ է լինելու, այն փոփոխել հնարավոր չի լինելու։ Դե ինձ սիրելիներս, ցանկանում եմ, որ մենք բարեհաջող հաղթահարենք օգոստոսյան խավարումները, հուսամ այս հոլովակը ձեզ հետաքրքիր էր, իհարկե խորհուրդ կտամ նաև հետևել իմ հաջորդ հոլովակներին, որտեղ ես պատրաստվում եմ ներկայացնել ավելի հետաքրքիր թեմաներ։ Դե ինչ այսօրվա համար